Չէ, աշխարհում հետեւյալ հետաքրքիր թեմա է, մենք ահագին հետազոտություն ենք, աշխարհում հետեւյալ բանն է տեղի ունենում, թունդ ալկոհոլային խմիչքների մի զգալի մասը ավելի ցածր վաճառքի տեմպեր են զարգացման ցույց տալիս, թույլերը ավելի ուժեղ։ Նախկինում այդպես չի եղել եւ թույլերի մեջ գինին եղել է հեգեմոն դեր ունեցող։ Եվ դա է պատճառը, օրինակ, որ նույն կոնյակը, ֆրանսիական կոնյակը, այսօր իր ամենամեծ շուկայում Միացյալ Նահանգներում, կարծեմ հիմա թվերը կարող են, բայց կարծեմ 80% մոտավորապես նույնիսկ սպառումը կոկտեյլների մեջ է։ Այսինքն կոնյակը, որը սովորաբար խմում էին այդպես, հա, այդ առանձին եւ այլն, ինքը Միացյալ Նահանգների շուկայում օրինակ հիմնականում սպառվում է կոկտեյլների մեջ։ Նույնիսկ կոնյակի սպառումը սկսել են սառույցով արդեն, այսինքն դա նշանակում է, որ որոշակի փոփոխությունները համաշխարհային շուկայում այդ առումով տեղի ունենում։ Եվ գինին եւս բնականաբար գինու շուկան եւս պայքարում է, որպեսզի իր ուրեմն, հա, գինի շուկան եւս պայքարում է, որպեսզի իր տեղը պահպանի եւ աշխարհում նկատվում է գինու туриզմի զարգացում, այսինքն օրինակ ու շատ երկրներ, այդ թվում հատկապես միջերկրածովյան երկրները, Իսպանիա, Պորտուգալիա, Իտալիա, Ֆրանսիա, Հունաստան, Թուրքիա շատ մեծ գումարներ են ծախսում գինու կլաստերներ ստեղծելու եւ գինու զբոսաշրջիկներ ներգրավելու վրա, որովհետեւ փաստացի ոնց որ այսպես է ստացվում, մեկ բաժակ գինին վաճառվում է մեկ շիշ գինու արժեքով գինու կլաստերում եւ դա շատ այսպես ասած նաեւ տնտեսապես եկամտաբեր է եւ այո մարդիկ ավելի շատ սիրում են լսել պատմություններ այդ մշակույթի մեջ խորանալ, շփվել եւ այս առումով իհարկե մենք եւս այդ համաշխարհային տենդենսից չենք ուզում հետ մնանք եւ մենք եւս մեկ խոշոր կլաստեր գինու ուզում ենք ունենալ, որովհետեւ տեսեք մենք հիմա ինչ է տեղի ունենում մեր բոլոր քաղաքականությունները իր հետ կապված են 462 միլիոն դոլար առաջիկա 5-ից 7 տարիների ընթացքում օդանավակայանի վրա ներդրում է լինելու ստեղծվելու է նոր թռիչքուղի նոր տերմինալ նոր համաշխարհային խոշոր կամպանիաներ են Հայաստան գալու արդեն իսկ մի քանիսը եկել են եւ բնականաբար սա բերելու է մեծացող տուրիստական հոսքերի եւ մենք պետք է Հայաստան եկող բոլոր տուրիստներին եթե ասում ենք ջերմուկը, ծաղկաձորը, ապարանը պետք է լինեն լեռնադահուկային կամ առողջարանային, Դիլիջանը նույնպես, հա, ապա պետք է ունենանք պատմամշակութայինի համար Դվին, Գառնի, Գյումրի, քաղաքայինի համար Երևան, Գյումրի, Գորիսը ավելի այդպես հանգիստ միջավայրի համար բնության գրկում եւ գինու տուրիստ ցանկացող էլ կա, գինու տուրիստ էլ կա, նա պիտի գնա Արենի, ագրոտուրիստ էլ կա, նա պիտի գնա Եղեգիս, այսինքն այն ինչը մենք հնարավոր է որ ունենանք, բայց ծով չունենք եւ չենք կարող ունենալ, առաջարկել այդպիսի մի product, որը համարժեք լինի ծովին, բայց այն ինչ որ ունենք, դա պետք է առաջարկենք եւ պատրաստվում ենք այդ զբոսաշրջային հոսքերին, այդ թվում արկածային туриզմ, այդ թվում կրոնական туриզմ եւ կներեք, սա ասեմ աշխարհում քչերը գիտեն, որ մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը, բայց եթե իտալացիները առաջին ընդունած լինեին քրիստոնեությունը, բոլորը դրա մասին կիմանային։ Երևի հույներն էլ եթե ընդունած լինեին, ելի կիմանայինք։ Բայց մենք ենք հիմա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չգիտեն։ Հիմա այս սրա վրա էլ պիտի շատ մեծ հանրահրճակում իրականացնենք դրսի շուկաներում, որովհետեւ կրոնական զբոսաշրջությունը նույնպես մեծ զարգացման պոտենցիալ ունի եւ երբ որ մենք ասում ենք, որ կներեք կոպիտ պիտի ասեմ, բայց պիտի ասեմ անտերության մատնված վանական համալիրը վերադարձնում ենք հանրությանը, վերադարձնում ենք զբոսաշրջիկին, այդ դա նպատակը ոչ միայն մոնետարիզացիան է, այլ նաև Հայաստանի հանրահրճակումը որպես ուրեմն զբոսաշրջային երկիր։
Շատ լավ։ Մեկ է մի հատ էլ հարցնամ ներողություն, ես չարաշահում եմ արդեն գործընկերներս համբերությունը, բայց այս մի հարցն էլ է ինձ շատ հետաքրքրում, այ նաև Հայաստանը այսօր բավականին հայտնի է, այսինքն ես ինչքան որ իմ դիտարկմամբ տեսնում եմ, հայտնի է որպես պլաստիկ վիրաբուժության, էսթետիկ կոսմետոլոգիայի ուղղություն օտարերկրյա քաղաքացիների համար, կուզենայի իմանալ այս մասով մենք ինչ գործողություններ անում ենք, եթե անում ենք այդպիսին, ուզուտ հետաքրքիր է։ Մենք հիմա այո, մենք հիմա UN туриզմի հետ ֆորում ենք անելու Հայաստանում, որովհետև UN туриզմը նաև գնահատել է, տեսել է, թե ինչ հնարավորություններ կան։ Նորից մի քիչ ստացվում է մենք էկոնոմիկայի նախարարության մասին շատ ենք խոսում, բայց պետք է ուղիղ ասեմ, այսօր Հայաստանում չկա մի որևէ նորմալ բժշկական կենտրոն, պետական եւ մասնավոր, որտեղ գնված ամենավերջին տեխնոլոգիական սարքերը էկոնոմիկայի նախարարության արտադրողականության խթանման ծրագրով չի գնալ։ Բոլոր սարքերը, այդ թանկարժեք այդ Siemens-ները, բաները, որ նկարում են, տարբեր տեսակի բուժումներ են անում եւ այլն, այդ բոլոր սարքերը $100,000 սարքեր են դրանք։ Ես շատ չեմ հասկանում, ուղղակի գներն եմ տեսնում, տենց $100,000, $200,000 եւ այլն, կատեի սարքեր եւ այլ սարքեր, այդ բոլոր սարքերը, ինչքան հայտնի բժշկական կենտրոններ կա Հայաստանում, ինչքան նոր տեխնոլոգիա կա, էկոնոմիկայի նախարարության արտադրողականության խթանման ծրագրով են ձեռք բերել եւ ձեռք են բերում եւ տեսեք հիմա ինչը էֆեկտ ունի։ Իրենք ձեռք են բերում այդ սարքավորումները, այդ սարքավորումների միջոցով բարձրորակ ծառայություն են կարող մատուցեն մեր քաղաքացիներին։ Այդ սարքավորումների միջոցով է, որ այսօր առողջապահության համապարփակ ապահովագրությունը մտել է ու մեծ արժեքով խնդրեմ չկա, մարդիկ գնում են, սպասարկվում են, այսինքն ամենա $100,000 սարքավորումներով օգտվում են անվճար ապահովագրության միջոցով եւ այդ սարքավորումները այնքան բարձր մակարդակի են, այնքան առաջադեմ են, որ այսօր մեր մի շարք բժշկական կենտրոններ իրենք հնարավորություն ունեն նաև եւ անում են արտերկրից մեծականակ զբոսաշրջային առողջապահության զբոսաշրջային հոսքեր ընդունելու եւ սպասարկելու։ Եվ դա է պատճառը, որ մենք նաև ունենք նախաձեռնություն ամերիկյան ընկերության կողմից, որը հիմա ծրագիր է գրում, այսինքն ինքը ծրագիրը կապելու է ամեն ինչ ներառելու է, սկսած հիվանդին, ուրեմն ենթադրենք Միացյալ Նահանգներից կամ որևէ Մերձավոր Արևելքի երկրից վերցնում են, բերում են Հայաստանի Հանրապետություն հիվանդանոցից հետո ուրեմն մինչև այդ հյուրանոց կամ դրանից հետո հյուրանոց հետո ուրեմն էլի վերականգնողական, ասենք օրինակ կգնա ջերմուկ կամ դիլիջան վերականգնողական ուրեմն կուրսերի, այսինքն այս ամբողջ ցանկը լինելու է բացարձակապես թվայնացված, հիմա թվային ծրագիրը գրելու process-ում ենք, զուգահեռ անելու ենք իրավական փոփոխություններ, որպեսզի դրա համար անհրաժեշտ իրավական բազա ստեղծենք, կգանք շուտով նաև այդ առաջարկով եւ սրան եւ շատ ուրախ եմ, որ եւ բժշկական համայնքը եւ զբոսաշրջության մեջ ներգրաված համայնքը եւ այդ մասնավոր ընկերությունը իրենք եւ առողջապահության նախարարությունը շատ կոնկրետ հետաքրքրված են այս ծրագրով եւ ես կարծում եմ, որ մենք շուտով արդյունքներ կունենանք, մենք մի համաժողով նախորդ տարի արել ենք առողջապահության նախարարություն, էկոնոմիկայի նախարարություն, զբոսաշրջության կոմիտե, մասնավոր հատված, այդ թվում ԲԿ-ներ եւ հյուրանոցներ եւ այլն։ Սփյուռքի գլխավոր հանձնակատար, այսինքն այս կազմով հաջորդը արդեն մեկ մակարդակ բարձր UN туриզմի հետ ենք անելու եւ UN туриզմի նախագահի հետ արդեն ունենք այդ պայմանավորվածությունը եւ Հայաստանում այդպիսի խոշոր համաժողով ենք անելու։ Շնորհակալություն, խնդրեմ, պարոն Գրիգորյան։